Դարկենք, որ նա Բաքվում է դա եւ պետքա որ նման Բայց Էրդողանն է Բաքվում, ինչ կապ։ Դե հենց Էրդողանն է Բաքվում, այո, եւ Էրդողանին սա շատ բնորոշ է։ Ինչպես երբ որ Էրդողանի խոսքերը վերլուծում ենք, հենց նույն Բաքվում իր ունեցած ելույթները, տեսնում ենք, որ իրականում Թուրքիայում ունեցած ելույթներից շատ տարբեր է, այսինքն ավելի արմատական է մեր նկատմամբ, այսպես դիրքորոշմամբ, որտեղ ինքը Բաքվում է, ինչ որ մի բան պետք է ասի Բաքվում Ադրբեջանի համար։ Բայց ես կարծում եմ ինքը այստեղ ավելի իրական պատկերն է ներկայացրել ու այստեղ իմ կարծիքով Թուրքիան շարունակում է օգտագործել Ադրբեջանի որպես գործիք հայ-թուրքական հարաբերությունները չկարգավորելու համար, որովհետև հայ-թուրքական հարաբերությունները ավելի լայն, այսպես համատեքստում է դիտարկում եւ իրեն բնորոշ, երբ որ ամեն ինչ ինքը վերածում է առևտրի, ինչ որ կողմերի հետ, այս պահին հայ-թուրքական հարաբերություններն էլ իր համար այդպես առևտրի մասա կազմում։